Ողջունում եմ ուժեղ Տաուշի ժողովրդին։ Ո՞նց եք։ Դուք ապրում եք ինձ թվում է աշխարհի ամենահիասքանչ բնության մեջ։ Նույնիսկ շվեյցարացի կարող են երազել ապրել Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում ու ընդհանրապես ամբողջ Տաուշը բոլորս գիտենք մեր հայրենիքի ամենագեղեցիկ բնություն ունեցող շրջաններն են։ Բացի դրանից ամենալավ կլիմա ունեցող շրջաններն են։ Բայց դուք կարող եք զարմանալ, Շիրակի մարզից հետո Տաուշը ամենաաղքատ մարզն է։ Ես հասկանում եմ, Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված, մեր հայրենիքին շատ վնասներ տված ու շարունակում է վնասները տալ, գոնե մի պահ այդ մարդը կանգնի, ասի հերիկա, ամեն օր վնասներ է բերում մեր հայրենիքին, գիտեք ինչն է ահավոր, որ մարդը մի թեթև հնարավորություն, որ ունենում է, առաջին հերթին մտածում է իր ծննդավայրում հետք թողել։ Այդ մարդը երևի հետք հասկացել էր գյուղերում մի քանի մետր ասֆալտ աներ, դրանով խապի ժողովրդին, չհասկանալով, որ ամենաշատը 3 տարի հետո այդ ասֆալտը այդ գյուղացիների համար գլխացավանք է դառնալու։ Հեն էլ իր անորակ ասֆալտը հեսա քանդվելու է ու գյուղացիները սկսելու են առնչվել այդ խնդիրների հետ, իրենց մեքենաները ջարդելով գնալու են գան։ Գոնե լավ նախանձում էր դիլիջանցիներին, գոնե տաներ Իջևանը սարքեր, այ մարդ։ Իջևանի համար մի հատ բան չարեց։ Անսովոր վատ ցուցանիշներ ունեք, ինչ ասես կարելի է մշակել Նոյեմբերյանում, Իջևանում, ամենալավ կլիմայական պայմաններ են, մենք մեր երկրում ունենք 2 գոտի, Մեղրին ու Տաուշի մարզը, բայց ոչինչ չի արվել, մենք ինչ թվերով տեսնում ենք ու ձեզ կներկայացնենք, դուք տեսնեք, որ դուք 8 տարի անտեսված եք եղել, ձեր զեմլյակի կողմից, կարող եմ ասել մեր զեմլյակի կողմից, որ ասում է, վատը նա է, որ ինքը մեր զեմլյակն էլ է, դուք գիտեք մայրական կողմն էլ է Տաուշի մարզից, այսինքն Իջևանից, ինչի համար մենք շատ հպարտ ենք, բայց Փաշինյանի համար ընդհանրապես հպարտ չենք։ Համաձայն ենք, որ մենք ունենք այդպիսի հայրենակից, ով շատ փորձանքներ բերեց մեր երկրի գլխին, ինքը պատմության մեջ կմնա, որպես մեր հայրենիքը փոքրացրած ղեկավար։ Դուք գիտեք, որ Արցախը շատ էր նման Տաուշի մարզին և վստահ եմ Տաուշում ապրող մարդկանցից շատերը Ղարաբաղից եկածներն են ու Իջևանում վստահ եմ, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք միասին ոտքի ենք կանգնել, առաջին հերթին ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել, որ դուք մեր կողքին եք, մեր դաշինքի կողքին եք, իմ կողքին եք, ես դա երբեք չեմ մոռանալու, միասին պայքարում ենք, միասին կարելի ասել պատերազմում ենք, որտեղ այս ընտրական պայքարը այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ անխիղճ պատերազմող տղա էր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմ էր, Արցախում պատերազմ էր, հիմա ինքը պատերազմ է մեր ժողովրդի դեմ, ով
հասկանում է իր արածները, ով դեմ է իր արածներին, միանգամից դուք տեսնում եք ինչ է անում, բայց ինչ կան ինքը անում է, մենք այդ կան պնդանում ենք, քանի որ մենք նոր կուսակցություն ենք, մեզ պետք է համախմբվել, պնդանալ, որ դրանից հետո կարողանանք շատ արագ մեր ժողովրդին համախմբենք, վերացնենք այս բևեռացումը, էլ չի լինելու ՔՊԱ-կան, չի լինելու ուժեղ հայաստանական և մյուս կուսակցությունները, դա ընդամենը ընտրական պայքար է, որը վերջանում է հունիսի 7-ին, դրանից հետո մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դառած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը, դարձնել անվտանգ երկիր, Տաուշի մարզը սահմանակցում է Ադրբեջանին, դուք հիշում եք, որ դուք ունեիք Արծվաշեն գյուղ, որ արդեն մերը չի, և շատ մեծ վտանգ կա, որ հայաթափելով սահմանամերձ գյուղերը մենք շատ գյուղեր կորցնենք, դրա համար մենք շատ արագ պետք է լուծենք այս իշխանության հարցերը, որպեսզի իրենք չկարողանան Ալիևի հետ պլանավորած իրենց բոլոր ցանկությունները կատարեն։ Ես վստահ եմ առաջին հերթին ադրբեջանցիները լցվելու են այս սահմանամերձ շրջաններ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանում չկա բնություն։ Ադրբեջանի ամենալավ բնությունը դա մեր թողած Շահումյանի շրջանն էր, հիմա արդեն Արցախը նվիրեցինք իրենց և Արծվաշենն է, մնացածը լրիվ անիմաստ բնություն ունեցող երկիր է, քար ու քռա, դրա համար իրենց աչքը անպայման լինելու է մեր են ամենասիրուն տարածքների վրա, ինչի համար մենք պայքարելու ենք, ոչ մի 300,000 ադրբեջանցի չենք թողելու մտնեն Հայաստան, մենք ցույց տվեցինք դրա անելու ձևը, մենք հենց առաջի օրը օրենք ենք ընդունելու, օրենքի անունը դրել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենան սկզբից զավթեն մեր սահմանամերձ գյուղերը, դրանից հետո դուք լավ գիտեք, դուք ապրել եք ադրբեջանցիների կողքին, շատ արագ բազմանալով երկրի ներսում, հենց ունեցան քանակային ինչ-որ լուրջ թվեր, իրենք պահանջելու են և շատ հեշտ հասնելու են, ընդամենը մի հատ ռեֆերենդումով լուծելու են մեր պետության խնդիրները։ Մենք հենվում ենք Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին։ Իրենք անում են հայտարարություն, որ պայմաններից մեկը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հայրենիք, այսինքն մենք համարվում ենք ադրբեջանցիների պատմական հայրենիքը։ Իրենք իրենց հայրենիքը չունեն։ Հիմա ստացվում է, որ աչքները դրել են մեր երկրի վրա ու համարում են, որ էսի է իրանց պատմական հայրենիքը։ Բոլոր մարդիկ պետք է սխալները ուղղեն, որովհետև նորից չարիք կբերի մեր երկրի գլխին։ Այ մենք շուտով ամեն օր մեր ժողովուրդը իր մաշկի վրա կզգա նոր սխալ քայլերի հետևանքները։ Դրա համար ժողովուրդ ջան, դուք պետք է շատ ակտիվ լինեք, շատ ագրեսիվ լինեք, որովհետև բացի մեզանից, մեր ուժից չկա այնպիսի ուժ, որ կարողանա գոնե մոտենա այս խնդրի լուծմանը։ Միայն մենք ձեզ հետ կարող ենք ճանապարհել այս մարդուն, ինքը ես տեսնում եմ շատ մեծ հակումներ ունի դեպի Ադրբեջան գնալուն, չնայած ես ցանկանում եմ, որ ինքը վայելի իր ունեցվածքը Կանադայում, բայց տեսնում եմ աչքը միևնույն է Ադրբեջանի վրա է։ Բայց թող գնա Ադրբեջանում ինքը կլինի շատ էֆեկտիվ Հայաստանի համար։ Կսկսի զբաղվել Ադրբեջանի տուրիզմով,
ջնջի Ադրբեջանը, գոնե մի հատ լավ բան անի մեր երկրի համար։ Մենք իրեն ոգևորելու ենք այդ ուղղությամբ գնալու համար, նույնիսկ պատրաստ ենք աջակցենք, միայն այս մարդը թողի մեզ հանգիստ, թողի մեր ժողովրդին հանգիստ, մեր